Պարոն Խաչատրյան, արդյոք այս ընթացքում, ամբողջ քարոզարշավի ընթացքում հասարակությունը, ժողովուրդը հասկացավ, որ սա պատմական ընտրություն է։ Չեմ կարող ասել ամբողջ ժողովուրդը հասկացել է թե ոչ, բայց կարծում եմ մեծամասնությունը այո հասկացել է, որ սա ճակատագրական ընտրություն է, երբեք Հայաստանի Հանրապետությունում չի եղել, որ ընտրությունները լինեն ճակատագրական երկրի համար, այսինքն հայ մնալու համար, հայկականությունը պահելու համար։ Եվ միշտ եղել է, թե քաղաքական ինչ իշխանություն կգա կղեկավարի հաջորդ տարիները Հայաստանի Հանրապետությունը, բայց սա իրականում ես ինքս սա նայում եմ որպես ազգային ազատագրական պայքարի նման, չնայած ցավով եմ ասում, որ դիմացը նույնպես հայեր են, ղեկավարում են այս երկրից հայեր, ովքեր ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ, հայկականության հետ։ Իսկ դեռևս չկողմնորոշված քաղաքացիներին ինչ խորհուրդ կտաք։ Խորհուրդ կտանք, որ անպայման կողմնորոշվեն, գնան ընտրատեղամասեր հունիսի 7-ին եւ իրենց ձայնը տան քվեաթերթիկ 17-ին Հայաստան դաշինքի, որովհետեւ վստահեցնում եմ, որ իրենք ընտրելով Հայաստան դաշինքը, ընտրելու են իրական Հայաստանը։